Օրվա գլխավոր իրադարձությունների տեղեկատվությամբ ուղիղ եթերում այսօր լրատվականն է, բարև ձեզ, լրահոսը նախ համառոտ։ Երկու զոհ շփման գծում, Արցախում գիշերը անհանգիստ է եղել։ Երկուսը մահացել են, 7-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, ավտոբուսի մեջ պայթունի պահին գտնվել է 10 անձ։ Գյուղատնտեսական տարվա անելիքներն ու բացթողումները, Սերգո Կարապետյանը Շիրակի մարզում էր։ Բնակարանների վկայականներ և գնման վկայագրեր, Ախուրյանում լուծվում է անօթևանության խնդիրը։ 250,000 ԱՄՆ դոլար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հեռուստամարաթոն սահմանների վերազինման նպատակով։ Հայաստանի այլընտրանքային զարգացման հեռանկարները, ազգային միասնություն շարժման ներկայացուցիչները Գյումրիում։ Եվ այսպես Արցախում գիշերը անհանգիստ է եղել։ Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանա-Ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ, օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա։ Մասնավորապես 60-82 մմ-անոց ականանետեր, RPG-7 Han-17 տիպի նռնականետ, Zu-23 2 տիպի զենիտային կայանք, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ։ Բացի մարտական հենակետերից հակառակորդը գրադ կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը։ Հրետանային կրակ է վարվել նաև Մատախիսի ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացնում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները։ Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում մահացու վիրավորումներ են ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը ծնված 1992 թվականին և Արամ Նիկոլայի Արուշանյանը ծնված 1972 թվականին։ Հակառակորդի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպատակով Ղարաբաղյան բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին և կրակային հենակետերին, պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ։ Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Իսկ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գիշերը գրանցվել է հրադադարի խախտման 15 միջադեպ։ Ապրիլի 25-ին ժամը 20:15-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Էն զորամասի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Հովհաննես Վաչիկի Պետրոսյանը։ Իրեն ամրացված գազ 66 մակնիշի զինհամարանիշի Կունգի թափքում։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները։ Նախագահ Սերժ Սարգսյանը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը վերահաստատել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը։ Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումը այլընտրանք չունի և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը, նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամայի կողմից Ալիև-Սարգսյան հանդիպում անցկացնելու ծրագիր չի եղել, հայտարարել է Ջեյմս Ուոլիկը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր միջնորդները Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան այսօր աշխատում են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել հրադադարը շփման գծում և հակամարտող կողմերի միջև անհապաղ վերսկսել բանակցային գործընթացը։ Եռանախագահների հովանու ներքո առաջին լրատվականի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը։ Նրա խոսքով միջնորդներն այսօր աշխատում են ընդլայնել այն միջոցները, որոնք թույլ կտան կրճատել բախումների ռիսկերը շփման գծում, մասնավորապես աշխատելով ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման ուղղությամբ։
Պատասխանելով հարցին Ջեյմս Ուորլիքը ասել է, որ ապրիլի 5-ից հրադադարը մեծապես պահպանվում է, սակայն մեզ շարունակում է մտահոգել, որ տիրում է մեծ լարվածություն եւ տեղի են ունենում հրադադարի խախտումներ։ Շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությունը հստակ մատնանշում է, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերը անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի կարգավորման շուրջ բանակցություններին։ Մենք միանշանակ փաստում ենք, որ լայնածավալ ռազմական գործողություններ վերստին չեն կարող լինել եւ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ Հայաստանը օգնության խնդրանքով չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Այդ մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Նա հավելել է, որ պետության բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ նրան հասկացրել են, որ Հայաստանը մեծ հաշվով գործի չի դրել իր ներուժի մեծ մասը։ Այդ իսկ պատճառով ոչ մի խնդրանք չի եղել։ Պաշտոնյան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման առումով։ Եթե տեղի ունենա զինված գործողություններ, կգա մի շրջան, երբ մենք կհետևենք ակտիվ եւ անմիջական զինված հակամարտության։ Դա կպայթեցնի ողջ Կովկասը։ Այդ ժամանակ այդ հակամարտության մեջ կներգրավվեն շատ այլ պետություններ եւ դա կանրադառնա Կովկասի շատ ժողովուրդների վրա։ Դա շատ լուրջ է։ Ես կարծում եմ այսօր որոշիչ է այնտեղ խաղաղություն ապահովելը, որովհետև հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի։ Ես դա չէի ցանկանա, հայտարարել է Բորդյուժան։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով պաշտոնից ազատվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը եւ պաշտպանության նախարարի տեղակալ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը։ Իդեպ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կոյրուն Նահապետյանը ազատության հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր են նոր պաշտոնանկություններ։ Այս պահին ամբողջությամբ հերկվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալապյան փողոցում 63 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի ահաբեկչական գործողություն լինելու վարկած է։ Դեպքի վայրի զննությամբ ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համագործակցությամբ պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նախկինում 2 անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանի տեղեկացմամբ քաղաքացու մոտ պայթուցիկ նյութերը եղել են անձնական նկատառումներով։ Վերջինս կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատրաստվել է նրանց վնասել պայթեցման եղանակով։ Պայթյունի մասին ահազանգ արտակարգ իրավիճակների նախարարություն ստացվել է 21-51-ին։ Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ 2 մարտական հաշվարկ։ 63-րդ երթուղուն պատկանող Մարդատար Բոգդանը պայթել է Հալապյան փողոցում 11-րդ շենքի մոտ։ Այդ պահին ավտոբուսում 10 մարդ է եղել, վարորդը եւ 9 ուղևոր։ Կա 2 զոհ, մյուսները տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոբուսը եղել է դիզվառելիքով, պայթյունից հետո Բոգդանը չի տեղի է ունեցել չոր պայթյուն։ Այն որոտացել է ընթացքի ժամանակ։ Ականատեսները պատմել են, որ լսել են պայթյունի 2 ձայն։ Այն այնքան ուժգին է եղել, որ լսել է եղել մոտակա թաղամասերում։ Պայթյունի հարուցիչը բեկորային չէ։ Տեղում աշխատել են իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչները։ Կազմվել է պայթյունի նախնական պատկերը։ Պայթող նյութը եղել է ավտոբուսում աչից երկրորդ նստատեղին նստած անձի մոտ։ Նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ։ Աշխատանքներ են տարվում ինքնությունը պարզելու համար։ Դեպքի վայրի զննությունից անհետաձգելի քննչական, դատավարական եւ օպերատիվ հետախուզական գործողություններից հետո քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել։ Հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, ազգային անվտանգության ծառայության օպերատիվ մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը։ Նա Հայաստանի քաղաքացի է, նախկինում 2 անգամ եղել է դատապարտված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով իրականացվել է խուզարկություն, հայտնաբերվել է տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ Տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի տարրեր ու հետքեր են հայտնաբերվել նաեւ ավտոբուսի եւ դեպքի
դեպքի վայրի զննությամբ արգելափած փորձանմուշների վրա։ Ուզարկություններ են կատարվել նաև բոլոր տուժածների բնակարաններում։ Քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չեն հայտնաբերվել։ Նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած պայթյունի հետ հերքվել է։ Հիմա միջոցներ են ձեռնարկվում դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի եւ մահացածներից մեկի նույնականացման ուղղությամբ։ Մարմինը անճանաչելի է վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։ Արգրավել եւ հետազոտվում են դեպքի վայրում եւ թիվ 63 ավտոբուսի երթուղու երկայնքով եղած հնարավոր տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Նախաքննության այս փուլում քննչական կոմիտեում ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալները չեն հաստատվել։ Կատարվում են քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի դրդապատճառները պարզելու համար։ Գրիգոր Հարությունյան, Գագիկ Շամշյան, Կարեն Թադևոսյան, այսօր։ Տուժածների առողջական վիճակը կայուն է, 14 եւ 15 տարեկան տղաներին վիրահատել են, Արմենիա բժշկական կենտրոնից տեղափոխել Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք։ 37-ամյա 20 շաբաթական հղի կնոջ կյանքին եւ պտղին վտանգ չի սպառնում։ Արմենիա բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում 7 քաղաքացի։ Հալաբյան Արզումանյան փողոցների խաչմերուկում երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, եւս 7 մարդ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Հիվանդների վիճակի մասին խոսեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Երեխաների վիճակը բարելավել է, կայունացել է եւ իրանք շարունակել են իրենց բուժումը արդեն համապատասխան մասնագիտացած կլինիկայում դեռահասների համար։ 2 երեխայի վիճակն էլ այս պահին լավ է, կարող ենք ասել, որ հաջողվեց կայունացնել, ապարատից կարողացան կանջատել, հիմա շտաբօգնության մեքենայով տեղափոխվեցին անպատասխան կլինիկաները։ Հղին եւս կտեղափոխվի ծննդատուն, որ այնտեղ շարունակի իր հսկողությունը։ Բժշկական կենտրոն տեղափոխված տուժածների բեկորային, այրվածքային տարբեր աստիճանի վնասվածքները հիմնականում վերջութային են։ Ստորին վերջույթը մեկ դեռահասի լուրջ վնասվածքներ ուներ, բավականին մեծ ծավալային մաշկազերծված վերք էր, որը որ մեծ առնահոսության պատճառ էր եւ վիճակը կրիտիկական ծայրահեղ ծանր էր, առանց հետազոտելու միանգամից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ արվել է հակաշոկային միջոցառումները եւ վիրավորը տեղափոխվել է վիրահատարան, որտեղ եւ իրականացվել է վիրահատությունը։ Վիրահատված 14 եւ 15 տարեկան տղաների առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը։ Առավոտյան տղաները կրկին անցել են բոլոր անհրաժեշտ հետվիրահատական հետազոտությունները։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Ես այսօր երեխուն առավոտ եմ տեսել, դեռ ինքը տրուբկայի տակ էր, տրուբկայով էր շնչում, բայց հետո ինձ զանգեցին, ասացին, որ թեպետ դեռ բժշկի հետ չեմ խոսել, բայց արդեն տեղեկացված եմ, որ տրուբկան երեխու անջատել են։ Դա նշանակում է, որ դինամիկան նորմալ է։ 2 դեռահասներն էլ գիտակցության են եկել։ Երիտասարդներին հետագայում սպասվում են վերականգնողական եւ պլաստիկ կրկնակի վիրահատություններ։ Տուժածներից 37-ամյա հղի կնոջ կյանքին եւ պտղին վտանգ չի սպառնում։ Կինն արդեն տեղափոխվել է ծննդատուն։ Սա կնոջ երկրորդ հղիությունն է։ Նրա առաջին երեխան 6 տարեկան է։ Դեպքից րոպեներ առաջ կինը կապվել էր մոր հետ, տեղեկացրել գտնվելու վայրի մասին։ 5 րոպե առաջ ինձ խոսեց, որ մամա տանատեխնիկի մոտից դուրս են գալի։ 10 րոպե հետո ես տելևիզորը միացրի, մեկը տեսա այդ ավտոբոտարը մեջ վազա մի հղի, ես արդեն ծանից անկախ, թե չգիտեմ բայց ասում որ եմ դա իմ երեխան է։ Մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր։ Դեպքի պահին ավտոբուսում գտնվող մի կին, ով պայթյունից հետո չէր դիմել բուժօգնության, հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան։ 62-ամյա կին էր, առավոտ ժամը 4-ին է դիմել, ես եմ ընդունել եւ Տիկինը ասեց, որ իր ինքնազգացողությունը լավ էր եւ ինքը կարողացել է հասնել տուն, որից հետո շտաբօգնության մեքենա է ձևակերպել եւ տեղափոխվել է հիվանդանոց Սուրբ Ցավերով Գոտկաշրջանում եւ Կրծքավանդակում։ Ամբողջովին հետազոտությունները իրականացված են, հիվանդը տեղափոխվել էր վերակենդանացման բաժին հսկողության ներքո, այս պահին վիճակը բավարար է, լուրջ վնասվածքներ չկա իր մոտ։ Տուժած 14-ամյա Անահիտ Միքայելյանը նստած է եղել վարորդի հետևի նստարանին եւ համեմատաբար թեթև վնասվածքներ է ստացել։ Երկիրայեմի հետ զրույցում աղջիկը պատմել է դեպքի մասին։ Երեքով նստեցինք, անցանք մի կանգար, արդեն կանգարում ենք լուսացույցի մոտ, որ պետքա մարդիչներ, ու այդ պահին պայթեց ավտոբուս։
Արված չկա, այդ բանը շպրտեց առաջ, այդ բանին գիտակցությունս կորցրել եմ, ուշքի եմ եկել, արդեն կածեի։ Հիվանդանոցում գտնվող 7 տուժած շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Նրանցից երկուսը դեռ վերակենդանացման բաժանմունքում են։ Անի Օհանյան, Ազնիվ Կարապետյան, Նարեկ Եղիազարյան, Կարեն Թադևոսյան, այսօր։ Խորհրդարանում այսօր քարորիայի երկրորդ օրվա աշխատանքը սկսել են Երևանում ավտոբուսի պայթյունի եւ սահմանային իրավիճակի անդրադարձով։ Ազգային ժողովի փոխնախագահը ցավակցել է զոհվածների հարազատներին, վիրավորներին շուտապույտ ապաքինում է մաղթել։ Իսկ падգամավորները մտահոգություններ են հայտնել պաշտոնական կառույցների տրամադրած տեղեկատվության օպերատիվության եւ վստահելիության մասին։ Իրավիճակի գնահատականներից եւ պարզաբանումներից հետո падգամավորները անցել են օրենսդրական աշխատանքին։ Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է Հրազդան ցեմենտ գործարանին հարկային արտոնություններ տրամադրող օրինագիծը։ Նախագիծը ի դեպ երկու ընթերցումներով ընդունվել էր նախորդ քարորյաների ընթացքում, այսօր քվեարկվում էր երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Տուժերը համելը վաճառքի հետ կապ չունի։ Գործարանը կարող է վաճառել, տուժերը չվաճառել։ Դա խայտարարություն է, որպես ներկայացնում է, սուտ։ Ծախել առանց այդ տուժերը պետք է վճարի Միքայել Բաղդասարյանը։ Միքայել Բաղդասարյանը 2003 թվականին ծրի հələ կասի փողը մնացել այրել սեփականաշնորհումը Խնայ բանկը 2 տարի հետո ծախում է Խնայ բանկը $30 միլիոն ՎՏԲ-ի այն հետո դեռ միաժամանակ նույնն է ՎՏԲ-ի պրեզիդենտ այստեղի ՎՏԲ-ի ինքը իրան վարկատան, ինքն է գործանի վարկատան ու հետ չա գտան հետ չվճարում այդ վարկը և դուք հիմա ապարտակում եք այդ հանցագործությունը պետք է մերժեք այս նախագիծը եւ չտալ հնարավորություն Հրազդանի ցեմենտի գործարանին։ Մասնավորապես մեր ելույթներում անդրադարձել ենք նրան, որ այս ցեմենտի գործարանը այսօր աշխատող է, շահույթ հետապնդող է, գտնվում է շատ լավ վիճակում եւ չգիտես ինչու իր բարքերը չի կարողանում վճարել։ Ապրիլի 1-ից հետո մենք պայմանավորվեցինք, այսօր գողացողների ձեռքները պիտի բռնենք, ոչ թե կտրենք, այլ դատենք ըստ գործող օրենքի եւ ենթարկենք պատասխանատվության։ Բա հիմա սույնով մենք ուրեմն արտոնություն ենք տալիս խուսափելու պատասխանատվությունից հանցագործին եւ ՎՏԲ-ի ադրբեջանական բաժնետիրոջը եկամուտներ ստանալու հնարավորություն։ Take that. Գոհություններ եւ մեկ դեմոկրատիկա ուշքի։ Այժմ կարճատև դադար, թողարկման երկրորդ հատվածի նորություններն են համառոտ։ Գյուղատնտեսական տարվա անելիքներն ու բաց թողումները, Սերգո Կարապետյանը Շիրակի մարզում էր։ Բնակարանների վկայականներ եւ գնման վկայագրեր, Ախուրյանում լուծվում է անօթևանության խնդիրը։ 250,000 ԱՄՆ դոլար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հեռուստամարաթոն սահմանների վերազինման նպատակով։ Հայաստանի այլընտրանքային զարգացման հեռանկարները, ազգային միասնություն շարժման ներկայացուցիչները Գյումրիում։ Ազգային միասնություն շարժման ներկայացուցիչները Գյումրիում, նպատակը շարժման Շիրակի մարզային կառույցի ձևավորումն է։ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը միաժամանակ ներկայացրել է նաև շարժման առաջիկա քայլերն ու ծրագրերը։ Հիշեցնեմ, որ կազմակերպությունը ստեղծվել է 2003 թվականին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միություն համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Արամ Սարգսյանը նշել է, որ կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը ներկայում մշակում է մի ծրագիր, որը մեր երկրին կբերի այլընտրանքային զարգացում։ Ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն էլ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ից 8-ը մայրաքաղաքում անցկացվելիք բիզնես ֆորումը կլինի։ Հարկավոր է օտարերկրյա եւ արտասահմանցի խոշոր գործարարների համար երկրում ստեղծել գրավիչ պայմաններ։ Նրանց կողմից տեղում ներդրումներ կատարելու համար, ասել է Արամ Սարգսյանը։ Այդ ծրագիրը պետք է իր մեջ պարունակի Հայաստանի Հանրապետության զարգացման բոլոր հնարավորությունները, եթե կուզեք այլընտրանքային զարգացումը, որը եթե երկու խոսքով բնութագրեմ, ապա պետք է նշվի, այսպես հայերեն կա այդպիսի բառակապակցություն, կարող եմ ասել, խելոք պետություն։ Այսինքն պետություն, որը խելքով է շարժվում, որը ամեն ինչ անում է նրա համար, որպեսզի իր քաղաքացին ունենա բարեկեցիկ կյանք։
Այդ քայլը իրականացնելու համար չի կարելի ուղղակի նեղացնել այն եւ միայն ասենք մտածել այսինչ գյուղում մի ծրագիր իրականացնել կամ էս մի անձին օգնել կամ քաղաքում մի որևէ խնդիր լուծել, հարցը դրված է շատ հստակ։ Եթե Հայաստանը պետք է դուրս գա զարգացման ճանապարհ, եթե Հայաստանը պետք է դառնա այն պետությունների շարքում լինի, որոնք իսկապես զարգանում են, ապա այդ ծրագիրը պետք է լինի ամբողջական։ Այսօր Շիրակի մարզեր այցելել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Մարզպետարանում համայնքապետերի հետ քննարկվել են գյուղատնտեսական տարվա անելիքներն ու վերլուծել անցած տարի գրանցված ցուցանիշները։ 2015 թվականին Շիրակի մարզում 27300 հեկտար աշնանացան ցորենի ցանք է իրականացվել, ինչը 2014-ի համեմատ 1000 հեկտարով ավելի է։ Այս տարի մարզում 21000 հեկտար գարնանացան գարու, 4500 հեկտար կարտոֆիլի, 1900 հեկտար բանջարեղենի, 15000 հեկտար կերային մշակաբույսերի ցանք կիրականացվի։ Իդեպ Սերգո Կարապետյանը բարի լուրով էր եկել։ Շիրակի մարզը սպանդանոց կունենա։ Արդեն քննարկումների փուլն է։ Հանդիպումից հետո նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Բանդիվան կաթ ընկերություն, ծանոթացել արտադրական հնարավորություններին։ Հայկավանում 1800 գլուխ խոշոր եղջերավորի արյան նմուշառում է կատարվել, ինչի արդյունքում բրուցելիոզով հիվանդ մոտ 15 գլուխ անասուն է հայտնաբերվել։ Կատարվում է հարգադիր մորթի աշխատանքներ, ուրեմն սարսափելի բան չեմ տեսնում։ Նախարարին զեկուցվեց իրավիճակի մասին։ Շիրակում անասնաբուժական ծառայության 1 կենտրոն է գործում, կկառուցվի եւս մեկը։ Մինչև 2020 թվականը հանրապետության յուրաքանչյուր մարզում կգործի 2-ից 3 այդպիսի կենտրոն հագեցած նորագույն տեխնոլոգիաներով։ Սերգո Կարապետյանը բարի լուրով էր եկել Շիրակի մարզում սպանդանոց է կառուցվելու։ Գոնե ունենալ 1 ժամանակակից սպանդանոց, որը շատ հարցեր կլուծի։ Առաջինը մեր նպատակն է, որ ոչ միայն Շիրակի մարզում, այլ ընդհանրապես հանրապետությունում բակային մորթը արգելել։ Շիրակի մարզն անցած տարի անասնապահության եւ հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ բարձր ցուցանիշներ է գրանցել, ապահովելով հանրապետության արտադրանքի 11%-ը։ Շիրակը շարունակում է հացահատիկի շտեմարան լինել։ Անցյալ տարի մենք ունեցանք բարձր բերքատվություն, 1 հեկտարի միջին բերքատվություն ցորենի առումով կազմեց 40, ուրեմն 34.9%, որը բավականին բարձր ցուցանիշ է հանրապետության համար։ 28%-ով ավելացավ համախառն բերքը եւ 7%-ով ավելացավ ցանքատարածությունները հացահատիկի։ Մենք նախորդ տարի շուրջ 24 տոննա էլիտային ցորենի ցանքեր ենք իրականացնել, որի ստացած առաջի վերարտադրությունը այս տարի մենք տալու ենք նաեւ ֆերմերային տնտեսություններին։ Գյուղացիական տնտեսություններին բաժանվել են կառավարության սուբսիդավորած սերմացուն, դիզվառելիքն ու պարարտանյութը։ Այգաբացում ու մի քանի այլ համայնքներում եղանակը գյուղացուն անակնկալի է բերել, ռադնիկ տեսակի գարին է ցրտահարվել։ Շատ սոսկալի վիճակ է, որ -3 աստիճանի տակ ռադնիկ սորտի գարին ցրտահարվում է։ Ես խնդրում եմ պատասխանեք, այդ գարին մեր հանրապետությունում սորտափորձարկվել է, առավել եւս մեր տարածաշրջանում թե ոչ։ 11 թվականից ենք մենք այդ սերմերը ներկրում եւ այսօր մենք սերմերի տեսակները սորտը իրենք են ասում, գյուղացին է ասում, որ սորտը բերենք։ Իրենց պահանջով է այդ սորտը ներկրվել եւ վերջի տարիներում ինքը փորձարկվել է հանրապետությունում, նաեւ Շիրակի մարզում, այնպես չի որ չի փորձարկվել։ Իսկ այդ սրտահարման համար մենք մարզպետարան արդեն հանձնաժողով է ստեղծել, իրենք ուսումնասիրեն, մենք տեսնենք ինչ հնարավորություններ կա այդ խնդիրները լուծելու համար։ Շարունակվում է գյուղվարկերի տրամադրումը, երբեմն գյուղացին մինչև 3 միլիոն դրամ վարկ ստանալու հնարավորություն ունի, սակայն դրա կեսն է տրամադրվում։ Նախարարի խոսքով այս տարբերակով ուղղակի փորձ է արվում ավելի շատ գյուղացիական տնտեսություն ներգրավել։ Ծավալները պակասեցվում են քանակի հաշվին, բայց որ գյուղատնտեսական վարկերը միայն գյուղացիներին են տրամադրվում, փաստ է։ Անցած տարվանից կառավարության որոշմամբ վարկը սուբսիդավորվում է ոչ թե 4, այլ 6%-ով։ Գյուղացուն վարկը հասնում է 8%-ով։ Այսինքն սա բավականին լուրջ առաջընթաց էր մեզ համար եւ այդ ծրագրից արդեն օգտվել են մոտավորապես 102000 գյուղացիական տնտեսություններ։ Գյուղնախարարն այցելեց Բանդիվան կաթ ընկերություն։ Այն 2007 թվականից է հիմնադրվել։ Սկզբում կաթը մթերվել է գյուղացիներից, այնուհետ նախարարության աջակցությամբ երինջներ են ներկրվել, դրանք գործարանից սեփական գոմում են պահվում։ Ընդունող կաթի մոտ 60%-ն այս խոշոր եղջերավորներն են ապահովում։ Արտադրանքը հիմնականում սպառվում է մեր երկրում։ Արտադրական հնարավորությունները մոտավորապես այսօր աշխատում են 50%-ով։ Առաջի փորի դեպքում արդեն 6 տոն կաթը տարեկան գերազանցել։ Սպասում ենք
Հիմա ամենաբարձր ինչքան է տալի տարեկան։ 10000 դրամ է սա։ 10000 լիտր անցնում է։ Մարդկանց պիտի կարողանաս ցույց տալ օրինակներով, որ կոոպերատիվի ստեղծման արդյունքում իրենց եկամուտները ավելանում է, իրենց համար ավելի հեշտ է աշխատանքները կազմակերպել։ Գյուղնախարարությունը համագործակցում է նաև միջազգային կառույցների հետ։ Եվրամիության ծրագրով 45 կոոպերատիվ կստեղծվի, այդ թվում նաև Շիրակի մարզում։ Նազիլ Էլբագյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Ախուրյանում վերջնականապես լուծվում է անօթևանության խնդիրը։ 88-ի աղետից հետո անօթևան դարձած ախուրյանցիներից 130-ին հանձնվել է բնակարանների վկայականներ և բնակարանների գնման վկայագրեր։ Կառուցվող 3 բազմաբնակարան շենքի շինաշխատանքների հետ կապված առաջ են եկել տեխնիկական խնդիրներ, ինչի արդյունքում հայտարարվելու է նոր մրցույթ աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Բնակարանի գնման վկայագիր ստացած ընտանիքներն էլ 10-օրյա ժամկետում դիմում կգրեն Շիրակի մարզպետին և 6 ամսվա ընթացքում նախատեսված գումարի սահմանում կգնեն բնակարաններ։ 130 ընտանիք տարիներ շարունակ անհամբեր սպասել է այսօրվան։ 4 սենյականոց բնակարանի շահառու ճանաչված 8 ընտանիքից ներկայացան 6-ը։ Նրանք վիճակահանության արդյունքում վերջապես իմացան, թե շինարարական աշխատանքների ավարտից հետո որ շենքի, որ հարկի, որ բնակարանում են ապրելու։ 2 շահառուի փոխարեն ընտրություն կատարեց Նարեկը։ Նրանցից մեկը հանրապետությունում չէ, մյուսն էլ անհայտ պատճառով չէր ներկայացել։ 4-րդ Ա առաջին շենք բնակարան 2, առաջին հարկ 4 սենյակ։ 2 սենյականոց բնակարանի շահառու է ճանաչվել 28 ընտանիք։ Վիճակահանության տուփի մեջ առկա է 32 թերթիկ։ Ավելացած 4 բնակարանի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Դա կորոշվի կառավարության նիստում։ Դրանց հարցը դեռևս որոշված չէ, հավանաբար կառավարության առանձին որոշմամբ այդ 4 բնակարանի հարցը կլուծվի։ Բնակվում էինք էլի այդ նույն հարակից շենքում, էլի երկրորդ հարկ, քաշեցի նորից երկրորդ հարկ։ Շատ ուրախ եմ, որի համար երբեք չբավարարի։ 2 տղա, 2 ընտանիքներ ունենան, աջող ընտանիք են։ Ես խոսել եմ, ասեցին, որ եթե մարդը մահանում է, սենյակը պակասում է, բայց երբ աճում է, չի ավելանում։ 41 շահառու է ընդգրկված 3 սենյականոց բնակարանի հերթացուցակում։ Նրանցից 32-ը կստանա բնակարան, 9 բնակարանի գնման վկայական։ Ընտրությունը կրկին վիճակահանությամբ է։ Բնակարանների ու վկայագրերի թերթիկները խառնվեցին, կրքերը թեժացան, բողոքներ լսվեցին։ Բնակարանի գնման վկայական ստանալու ցանկություն քչերն ունեն նրանք, ովքեր ի սկզբանե բողոքեցին, բնակարանի թերթիկ քաշեցին։ Վկայականներ ստացածներից շատերը պարզապես պատրաստվում են ետ տալ փաստաթուղթը, բայց այդ պարագայում հայտնի չեն, թե նրանց համար երբ նոր ծրագիր կկազմվի։ Չենք համաձայն չենք 28 տարի տոմիկի մեջ միջև մնացել ենք, սպասենք կվարտիրայի, բայց քաշինք ելա բգը։ Համաձայն չենք, ուզենք փոխենք, եթե հանգարց ինքը վկայագիր ստացողների ցուցակում ընդգրկվի եւ չցանկանա վկայագիր ստանալ, ուրեմն այս ծրագրից կզրկվի, ինքը չի օգտվի այլևս այս ծրագրից եւ կմնա հերթացուցակում Ախուրյան համայնքի գյուղապետարանի, բայց այս ծրագրում այլևս մենք նրան որևէ բան չենք առաջարկի։ 109,250 դրամ 1 քառակուսի մետրի համար կտրամադրի կառավարությունը, որպիսի անօթևանը բնակարան գնի։ Կտրվի 6 ամիս ժամկետ բնակարանի ընտրության համար։ Եթե քաղաքացին չհասցնի գնել, ապա դուրս կմնա ծրագրից։ Նաև Գյումրիում է հնարավոր գնել, ինչու՞ չէ, այսօր բնակարանային շուկան բավականին իջել է, անշարժ գույքի շուկայում բավականին նվազում կա բնակարանների, այնպես որ կան բնակարաններ կան, հնարավոր է նաև սեփական բնակելի տներ են հնարավոր ձեռք բերել։ 58 անօթևանի կարգավիճակ ունեցող էլ 1 սենյականոց բնակարանի շահառու է։ Նրանցից 32-ը բնակարան կստանա, 26-ը ԲԳՎ։ Բնակարանամուտ ախուրյանցիները կտոնեն 2016-ի ավարտին։ Առաջացել են տեխնիկական խնդիրներ բազմաբնակարանների հետ կապված։ Ախուրյանի 3 անավարտ մնացած բազմաբնակարանների շինաշխատանքները վերսկսելու նպատակով հատկացվել է 798 միլիոն դրամի չափով գումար։ Նախ կկազմվի համապատասխան նախագիծ նախահաշիվ, այնուհետ կհայտարարվի շինարարությունն իրականացնող կազմակերպության մրցույթ։ Այսպիսով Ախուրյանում բնակապահովման կառավարության ծրագիրը կավարտվի։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։
Գյումրու մուշ 2-ի 2, 54 շենք, բնակարան 3։ Սա Հովակիմյանների նոր 3 սենյականոց կոմունալ բոլոր հարմարություններով լուսավոր եւ երկար սպասված բնակարանի հասցեն է։ Մինչ այդ ամեն օր աչքի առաջ ունենալով տնակի փլուզման վտանգը Հովակիմյանները բնակվել են Ղանդիլյան փողոցի 159 կոտորակ 102 հասցեում գտնվող 8 մետրանոց տնակում, որը եղել է ամբողջովին խարխուլ տարրական բոլոր հարմարություններից զուրկ եւ բնակության համար ոչ պիտանի։ Հովակիմյանների տարիների երազանք այսօր իրականություն դարձավ Գյումրին առանց տնակների ծրագրի, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության եւ SOS Գյումրի նախաձեռնության համատեղ ջանքերով։ Կազմակերպիչները լիահույս են, որ մի օր իսկապես կտեսնեն Գյումրին առանց տնակների։ Սարսափելի վիճակ էր արդեն, համարյա կարելի ասել փլուզվում էր գլխներից տնակը, որտեղ քանի որ ներսը քարաշեն էր, բադը փլվեց ու փառք ասը, որ երեխաներս չմնացին տակը։ Նման պայմաններից հետո այս տիպի տուն ես ուղղակի սա հրաշք էր։ Մեծ սենյակների մեջ մեծանալու են վաղվա սերնդի լավագույն ներկայացուցիչներ։ Երբեք չի մոռացվի Երբ որ խոսում են տան անդամները, այդ ապրած, որոնք ապրեն են տան մարդկային պայմաններում եւ ցույց են տալիս իրենց ուրախությունը, իրենց զարմանքը կատարվածի հանդեպ, որակելով հրաշք, դու հասկանում ես, որ իրոք հայկական էլեկտրացանցեր ընկերությունը այսօր արդեն փրկել է 11-րդ ընտանիքը, դեռ 2 ընտանիք ունեն ազատվելու այդ մարդկային պայմաններից։ Այսօր սոցիալ-կրթական կենտրոնում կայացել է Գյումրին առանց տնակների հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է օրակարգային 7 հարց։ Խորհրդի անդամները կարևորելով գործողությունների հաջորդականության եւ մարտավարության մշակման մեխանիզմները, առաջնահերթությունների տարանջատման սկզբունքով մշակել են աշխատանքային պլան, որով հետայսու ղեկավարվելու են։ Մասնավորապես միաձայն ընդունվել է որոշում, համաձայն որի Գյումրին առանց տնակների ծրագիրը փուլային եղանակով տնակներից ազատելու է Գյումրին, թաղամաս առ թաղամաս։ Օրակարգային հարցերից հաջորդը վերաբերում էր հիմնադրամին անհրաժեշտ ծառայությունների անվարձահատույց մատուցման հնարավոր եղանակների մշակմանը։ Նման առաջարկով հանդես է եկել AM իրավաբանական ընկերությունը, որն իր պատրաստակամությունն է հայտնել խնդիրների առկայության դեպքում իրավական ոլորտում աջակցել հիմնադրամին։ Ֆինանսական հարցերին եւ հաշվապահական գործունեությանը վերաբերող գործառույթները կրկին անվարձահատույց հիմունքներով իրականացնելու է ՇԵՄ հաշվապահական կենտրոնը։ Հիմնադրամի գործունեության ընթացքում ցանկացած իրավական խնդիր մենք պատրաստ ենք անվճար լուծել մեր վրա, սկսած արձագույն, այսպես ասած, խորհրդատվություններից վերջացրած ու նույնիսկ եթե հարցը կհասնի մինչև դատական պրոցեսների, մենք այդ ամեն ինչը անվճար կկատարենք։ Ես ուղղակի կխնդրեմ, որ գործադիր տնօրենը կամ գործադիր տնօրենի պաշտոնը կատարը արդեն հենց վաղվանից մեզ հետ կապ հաստատի, մենք փորձենք պայմանագիրը արդեն պատրաստել, կազմել եւ ֆորմալ առումով հենց վաղվանից մենք պատրաստ ենք ձեզ հետ աշխատել։ Հայ-ադրբեջանական եւ Ղարաբաղ-ադրբեջանական սահմանների վերազինման նպատակով ապրիլի 23-ին անցկացվել է հեռուստամարաթոն։ Նախաձեռնությունը հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանինն է եղել։ Իրականացված հեռուստանախագծի շնորհիվ ավելի քան 250,000 ԱՄՆ դոլարի չափով գումար է փոխանցվել։ Մեր սահմանները վերազինման ու առավել ժամանակակից զենք զինամթերքով համալրվելու կարիք ունեն, ասում է հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Հենց դրան էր միտված ապրիլի 23-ին անցկացված հեռուստանախագիծը։ Ես կարծում եմ, որ այս հեռուստանախագիծը եւ այս հեռուստանախագծի արդյունքում հավաքված գումարները ուղղելով Լեռնային Ղարաբաղում բացված հատուկ օգնության ֆոնդի հաշվին հնարավորություն կունենանք բոլորս մեր մասնակցություն ունենալ Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության գործին։ Այսօր Տաուշի մարզում, Գեղարքունիքի մարզում նույնպես մեր սահմանները ամրացման կարիք ունեն։ Թշնամին իր դավադիր հարվածով պարբերաբար մեր հասարակությանը, մեր ժողովրդին պահում է պարբերական լարվածության մեջ։ Մենք պետք է հասկանանք, որ միայն համախմբված, միայն ուժեղ մեր կողմերի ցուցադրմամբ, միայն համառ, հետևողական ու պատասխանատու աշխատանքի արդյունքում մենք կարող ենք ոչ միայն դիմակայել ագրեսորին, այլ նաև տալ արժանի հակահարված անհրաժեշտության դեպքում։
Հատկանշական է, որ չնայած որոշ վատատեսների, նախաձեռնությունը ստացվել է ու արձագանքը եղել է ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից, այլև արտերկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից եւ այլն։ Հեռուստանախագիծն այնքան ակտիվ ու բուռն մթնոլորտում է ընթացել, որ կազմակերպիչները որոշել են նախապես հայտարարված ժամանակի փոխարեն այն երկարացնել եւս 2 ժամով։ Անհրաժեշտություն է, որպիսի պետական միջոցների օգտագործումը դառնա արդյունավետ, եւ իսկապես անհրաժեշտություն է, որպիսի պետական միջոցները վատնած մարդկանց ենթարկեն պատասխանատվության, եւ իսկապես անհրաժեշտություն է, որ այսօր մենք բոլորս հասկանանք, որ մեր հայրենիքը գտնվում է դժվարին իրավիճակում, հայրենիքի կողքին կանգնելու համար մեզ անհրաժեշտ է ցուցաբերել հավաքական կամք ու պատասխանատվություն։ Հեռուստանախագիծը հայաստանյան իրականության եւս մեկ տխուր կողմ է հայտ բերել։ Մինչ այդ Արցախում բարձրագոչ հայտարարություններ անող տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ ոչ մի լումա չեն ուղղել նախաձեռնությանը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր արձագանքեցին ու կարձագանքեն նաև հաջորդիվ մեր այս կոչին, իրենց մասնակցությունը, իրենց զորակցությունը բերել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետական սահմանների պաշտպանությանը, նրանց տեխնիկական վերազինմանը անպայման արդյունավետ կլինի։ Իդեպ նշենք, որ քաղաքական եւ այլ բնույթի շահարկումներից խուսափելու համար կազմակերպիչները որոշում էին կայացրել, որ հավաքագրված գումարներն ուղղակիորեն կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ֆինանսների նախարարության բացած հատուկ հաշվեհամարին։ Ալա Բաղդասարյան այսօր։ Եվ թողարկման վերջին լուրը։ Ռազմական պատրաստվածության դասընթացներ Գյումրիում։ Նախաձեռնությունը ազգային ոգի երիտասարդական շարժմանն է, որը համագործակցում է Երևանի ողջ մնալու արվեստ դպրոցի հետ։ Ինչպես զենքը ճիշտ կիրառել, ինչպես պաշտպանվել։ Այս եւ այլ հարցերի պատասխանները մասնակիցները կստանան ոչ միայն տեսականորեն, այլև տեսական գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել գործնական պարամունքների միջոցով։ Մինչ պարամունքների մեկնարկը վաղը տեղի կունենա քննություն, սովորել ցանկացողները հատուկ սահմանված նորմատիվներ կհանձնեն եւ կստանան հնարավորություն մասնակցելու ռազմական պատրաստվածության դասընթացներին։ Ռազմական մի շարք հմտություններ ձեռք բերելու ցանկություն ունեն ոչ միայն տղաները, այլև աղջիկները։ Կամ միայն որոշակի տարիքային սահմանափակում, մասնակցել կարող են 18-ից 50 տարեկան անձինք։ Ընդունելությունը հիմա էլ ընթացքի մեջ է, բոլոր ցանկացողները կարող են ապրիլի 27-ին ժամը 16-ին ներկայանալ թիվ 30 դպրոց եւ մասնակցել քննությանը։ Եթե մարդը զգոնն է լինում, իրան չեն կացնահարում, եթե ինքը կողպեկը փակում է, իսկ կողպեկը նաեւ ձեր գիտելիքներն են։ Քիչ է հիմա ընդամենը բրոնեժիլետ հագնես ու իմանաս, որ անխոցելի ես։ Լավագույն բրոնեժիլետը այն կրակի տեղատարապն է, որ դու կարող ես քո շուրջ սփռել ու հետնել, ասենք, թիրախավորված խոցելով։ Դրանից լավ բրոնեժիլետ գոյություն չունի։ Էդի բազմաթիվ պատերազմների փորձն է ասում ու ընդհանրապես, որ մտածում ես բրոնեժիլետը գյուլեն կպահի, բայց կուրծքդ կփշրի։ Ավելի լավ է դու խփես մի քիչ ավելի շուտ։ Այն էնտուզիազմը, ինչ որ առաջացավ ժողովրդի մոտից դեպի սահման գնալը, ես մի բան շատ լավ պատկերացնում եմ, որ մարդը պետքա պատրաստված գնա։ Անպատրաստի մարդը, որ գնում է սահման, ինձ թվում է խանգարում է սահման։ Այսինքն մարդ պետքա պատրաստված հասկանալով գնա սահման, եթե ուզում է իր սահմանը պաշտպանել։ Դրա համար Ներսիսյանը առաջարկեց, որ սենց ծրագիր ունենք, ես պատրաստակամ եմ ֆինանսապես աջակցելու, ինձ թվում է, որ պետք է լինի շատ երկար, որտեղ մենք կարճ շարունակական, այսինքն մենք կարճ պետքա չանենք եւ ասենք, որ այս 30 հոգին պատրաստված են ու այսքանով եզրափակում ենք, որտեղ մենք պետք է հասկանանք, որ սկսած աղջիկներից վերջացրած երիտասարդներով պետք է հասկանանք, որ բոլորս պետք է պատրաստենք ամեն րոպե պատերազմ։ Արագացված կուրսեր է պետք անել, որպեսզի ձևավորվի նորմալ մոբիլիզացիոնի ռեսուրս մեր բանակի համար եւ ինչի՞ չէ նաեւ կամավորական ջոկատները գնան որոշակի գիտելիքներով։ Շատ ցավալի բան կարամ ձեզ ասենք փաստեմ, երբ որ կամավորականները, որոնք 25 տարի առաջ Թուրքին ծեծել են, այդ կամավորականներից 3 հոգու ես այդ նոր զենք ստացած այդ համազգեստը նոր էին հագնում 3 հոգու տեսա որ բան հայերեն ասած պրեդա կոչվում էլի պրեդախրանից էլ հայերեն բայց պրեդ են ասում զինվորները պրեդը իջացրած էր ճիշտ է ասենք մագազին չկար վրան բայց պրեդը իջացրած էդի
շատ լուրջ կանոնի խախտում անվտանգության։ Այսքանը եթերում այսօր լրատվականներ։ Բոլոր այս նորությունները տեղադրված են նաև մեր ինտերնետային կայքում։ Այցելեք 3w.ցայք.am հաջողություն։